Շնորհակալություն, որ այսօր մասնակցում եք այս ասուլիսին, որտեղ անդրադառնալու ենք վերջին 2 շաբաթների ընթացքում տեղի ունեցող process-ներին։ Երիտասարդական ակումբների դաշնությունը Հայաստանում ամենամեծ եւ ամենահին կազմակերպություններից մեկն է եւ 2003 թվականից իրականացնում է դիտորդական առաքելություն եւ միջազգային եւ տեղական, հարուստ է իր փորձով, հարուստ է իր ծրագրերով, երիտասարդական նախագծերով եւ շատ կարեւոր է քաղաքացիական հասարակության կայացման գործում քաղաքացիական կրթությունը եւ դիտորդական առաքելության իրականացումը նաեւ այդ կրթության մի բաղադրիչ է։ Պետք է նշեմ, որ սա մեր երկրորդ հանդիպումն է եւ հստակ կարող ենք արձանագրել, որ այս օրերի ընթացքում մեր կազմը բավականին մեծացել է եւ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից արդեն 368 հավատարմագրված դիտորդներ ունենք, որոնք հունիսի 7-ին կմասնակցեն եւ կդիտարկեն ամբողջ գործընթացը։ Մի քանի փուլով են տեղի ունեցել նրանց հավաքագրման գործընթացը, մի կողմից ուսումնասիրվել է նրանց գիտելիքները, մի կողմից վերապատրաստել ենք նրանց, մի կողմից հիմա տեղաբաշխման փուլն է, այսինքն տեխնիկական, կազմակերպչական շատ մեծ գործառույթներ են իրականացվել եւ հույս ունենք, որ ամեն շատ լավ տեղի պետք է ունենա, բայց նաեւ այս ընթացքում մեր երկարաժամկետ դիտորդները արձանագրել են բազմաթիվ խախտումներ, արձանագրել են բազմաթիվ այնպիսի խախտումներ, որոնք նաեւ վնասում եւ բևեռացնում են հասարակությանը եւ այդ մասին այսօր կներկայացնի երիտասարդական ակումբների դաշնության Արդար Քվե դիտորդական առաքելության ղեկավար Սոնյա Համբարձումյանը։ Շնորհակալ եմ։ Այո, հարգելիներ, Արդար Քվե դիտորդական առաքելությունը իրականացնում է իր դիտորդական առաքելությունը ոչ միայն կրթելով եւ նախապատրաստելով կարճաժամկետ եւ երկարաժամկետ դիտորդների, այլև այն թվային հարթակ է առաջարկել, մասնավորապես youth.vote.live կամ արդարքv.hi կայքը, որի միջոցով նաեւ արձանագրվում է մեր եւ երկարաժամկետ եւ կարճաժամկետ դիտորդների, ինչպես նաեւ քաղաքացիների զեկույցները ընտրախախտումների վերաբերյալ, որտեղ որ նաեւ այս կայքը նաեւ հարթակ ստեղծեց մեզ համար, որպեսզի մենք կարողանանք դիտորդների հետ աշխատել ոչ միայն իրավական գիտելիքներ ամրապնդելու, այլ նաեւ թվային գործիքների հետ ծանոթացնելու։ Կայքում ամրագրվում են բոլոր ընտրախախտումները սկսված մայիսի 14-ից, քանի որ այն գործարկել ենք մայիսի 13-ից սկսած, եւ այս ժամանակահատվածում մենք հաստատել ենք 382 դեպք, որոնք առերևույթ ընտրախախտումներ են եւ դուք տեսնում եք, որ մերժված ունենք 71 դեպք, սա նշանակում է, որ մեր փորձագիտական խումբը, մեր թիմային աշխատանքը այստեղ է գործում եւ մենք ուսումնասիրում ենք քաղաքացիների եւ դիտորդների կողմից տրամադրված տեղեկությունները ընտրախախտումների վերաբերյալ, դա կարգավորելով, համակարգելով, որը որ իրոք ընտրախախտում է դասակարգելով, մենք այն ներկայացնում ենք մեր կայքում եւ բացահայտենք այս 382 դեպքերը, ինչի մասին են գրանցվել, մասնավորապես ապօրինի քարոզչությունը 139 դեպք է արձանագրվել, որոնց մեջ մտել են քարոզչական նյութերի տեղադրումը օրենքով չնախատեսված կամ արգելված վայրերում, քարոզչական նյութերի վնասում, պոկում, դրանց վրա գրառումների կատարելը, քարոզչական նյութերի համար վահանակների անբավարար քանակ եւ դրանց սարքավորման մասին կամ մեկ դեպք, վարչական ռեսուրսների օգտագործումը թեկնածուներին օգնելու նպատակով հատկապես ապօրինի քարոզչությանը նպաստելով։ Սա նշանակում է, որ մենք արձանագրել ենք այսպիսի դեպք, որում քաղաքացին բացահայտում է, դուք տեսնում եք ամսաթիվը ստեղծված, երբ է այն մեզ տրամադրվել այս տեղեկությունը, որտեղ է նկարահանվել եւ տեսնում ենք, թե ինչպես են մասնավորապես քաղաքացիական պայմանագիր կուսակցության պաստառը
Երևանի քաղաքապետարանի կանաչապատման ծառայության աշխատակիցների օգնությամբ ամրացվում օրենքով չթույլատրված վայրում։ Սա այն մասին է խոսում, որ նախորդ դեպքում մենք նկարագրեցինք, որ վարչական ռեսուրսների օգտագործումը կատարվում է նաև ապօրինի քարոզչություն իրականացնելու մեջ։ Նշենք, որ եթե այս մեր զեկույցում ապօրինի քարոզչությունը գրավում է առաջին տեղը, ապա մեր միջանկյալ զեկույցում, որը այն է մայիսի 10-ից 24-ի ժամանակահատվածում, եղել է պաշտոնական դիրքի, վարչական ու պետական ռեսուրսի չարաշահումների դեպքերը։ Այս բոլոր զեկույցները նշեմ, որ մենք մինչ այժմ իրականացրել ենք 3 զեկույց, առաջինը հրապարակվել է ապրիլի 20-ից մինչև մայիսի 9-ը ընկած ժամանակահատվածի դիտարկումները և երկրորդը մայիսի 10-ից մինչև 24-ն ընկած ժամանակահատվածը և երրորդը արդեն հունիսի 5-ի դրությամբ, այսինքն այսօրվա դրությամբ կհրապարակվի մեր կայքէջում։ Հաջորդ ընտրախախտումների թոփ երկրորդում գտնվում է վարչական ռեսուրսի օգտագործումը։ Սա հրապարակումներ են պետական հիմնարկների պաշտոնական էջերում, քարոզչական նյութերի տարածում է կոմունալ ծառայությունների աշխատակիցների միջոցով, պաշտոնատար անձանց կողմից քարոզչական բնույթի հանդիպումների և միջոցառումների անցկացման, պաշտոնատար անձանց, դպրոցների և մշակութային կենտրոնի ներկայացուցիչների անօրինական մասնակցություն նախընտրական միջոցառումներին, այս ամենի մասին մանրամասն նկարագրություններով մենք ներկայացրել ենք մեր զեկույցներում, ինչպես նաև դրանք տեղ են գտել մեր այն դիմումներում, որոնք որ ներկայացրել ենք այս ժամանակահատվածում կենտրոնական ընտրական հանձնաժողով։ Մասնավորապես մենք կարող ենք նշել վերջերս մեծ տարածում գտած ընտրախախտումը, որտեղ տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամներին մենք տեսնում ենք մասնակից որպես քարոզարշավի, որը խստիվ արգելված է օրենքով և ընդհանրապես օրենքով արգելված նմանատիպ գործողությունների իրականացումը կասկածի տակ է դնում մեր ընտրությունների արդյունքների լեգիտիմությունը, հետևաբար մենք այս հարթակը օգտագործում ենք ոչ միայն ապահովելու դրա օրինական և արդար ընթացքը, որպեսզի արդյունքում ստանանք ընտրությունների լեգիտիմ արդյունք, այլ նաև սրանով բացահայտում ենք և վերահաստատում ենք մեր քաղաքացիական մասնակցությունը ընտրական գործընթացների և ընդհանրապես պետականաշինության գործընթացում։ Հաջորդ մեծաքանակ դեպքերի ամրագրումը եղել է թշնամանքի հրահրումով, սա բացահայտ փաստ է, որ ընտրարշավի ժամանակ մասնավորապես կուսակցությունների կողմերից հնչում են ոչ թե ծրագրային դրույթների վերահաստատումներ ու բախումներ, մենք բախվում ենք ոչ թե ծրագրային խնդիրների բացահայտումների մեկը մյուսից ավելի լավ ծրագիր առաջադրելու, այլ կարծես թե մեկը մյուսից ավելի լավ թշնամանքի հրահրման և ավելի բարձր ատելության խոսքի հնչողությամբ, ցավոք սրտի։ Այս դեպքերից ամենահայտնին է Ուժեղ Հայաստան կուսակցության, Ուժեղ Հայաստան դաշինքի դեմ հրահրված վերջերս հրահրված այս միջադեպը, որտեղ երիտասարդներին ենթարկում են առողջությանը վնասներ հասցնելուն, և հաջորդ դեպքերի առավելությունը կազմել է մեզ մոտ ընտրակաշառքի դեպքերը, որտեղ ամրագրվել են, ասենք այս մասում, որ մեր ոչ երկարաժամկետ և ոչ էլ կարճաժամկետ դիտորդների օգնությամբ ընտրակաշառքի դեպքերի մանրամասն հաշվետվություններ չենք ամրագրել, այլ այս դեպքերը մեզ փոխանցել են քաղաքացիները հիմնվելով Հակակոռուպցիոն կոմիտեի տված պաշտոնական տվյալների վրա։ Եվ այսպիսով մենք կարող ենք ամրագրել, որ 382 ընդհանուր դեպքերից թոփ կատեգորիաները արձանագրվել են ապօրինի քարոզչության, մասնավորապես 36.4% դեպքերի, վարչական ռեսուրսի օգտագործման 28% դեպքերի, թշնամանքի հրահրումը 12% դեպքերի, ընտրակաշառքի 6.5% դեպքերի և ճնշում իշխանության կամ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից 4.7% դեպքերի։ Այս
դեպքերը նաև մենք քարտեզագրել ենք կայքի օգնությամբ, հիշեցնեմ, որ դա արդարքվ.hi կայքն է կամ youth.live, որտեղ թոփ շրջանները ամրագրվել են Երևանում, Արագածոտնում, Սյունիքում, Լոռիում և Արարատում։ Այսքանը մեր կայքի տվյալների առումով, ընտրախախտումների արձանագրումը ևս մեկ անգամ կարող ենք ամրագրել, մեզ համար շատ կարևոր դրույթ է, որ այն ոչ միայն պահպանում է ընտրողի իրավունքը, քաղաքացիական մասնակցությունը, պետականաշինության և իշխանության ստեղծման ժողովրդավարության իրականացման մեջ, այլ նաև ընտրությունների արդյունքների լեգիտիմության հարցում։ Պետք է շնորհակալություն հայտնեմ զանգվածային լրատվության միջոցներին լուսաբանման համար, որովհետև ձեր լուսաբանման